Ողջույն սիրելի հայրենակիցներ, օրը Կիրակի է, ամբողջ տարածաշրջանը լարված է, հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը գտնվում է պատերազմի մեջ, շաբաթ առավոտյան Միացյալ Նահանգները եւ Իսրայելը սկսեցին ռմբակոծել Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Հստակ դրված էր նպատակ փոխել Իրանի Իսլամական Հանրապետության ռեժիմը, այսինքն փորձ է արվել սպանել ամբողջ Իրանի վերնախավը եւ արդեն ունենք տվյալներ, որ Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդը Ալի Խամենեին սպանվել է իր աշխատավայրում, այսինքն ռեզիդենցիայում, որտեղից նա աշխատում է, որտեղ եղել է նրա թոռնուհին, աղջիկը եւ փեսան, բոլորով զոհվել են եւ ահա Իրանի պետական հեռուստաընկերությունը հաղորդում է այդ մասին։ Մուջահեդաթ Հոսեյնի ու դայմի ու խաստիգի նապազիր ներկայացնում է, որ հաստատում է սպանությունը հոգևոր առաջնորդի եւ եթե տեսնում եք, լացում է պետական հեռուստաընկերության հաղորդավարը, երբ որ ներկայացնում որ հոգևոր առաջնորդը սպանվել է որպես մարտիրոսվել է Ռամադանի ընթացքում, այսինքն իսլամական բոլոր կանոններով ըստ էության նա զոհվել է որպես հերոս, այսինքն այդպես է ներկայացվում ամբողջ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում Իրանի ներկայացուցիչները, այսինքն մարդիկ ովքեր չեն ապրում Իրանի Իսլամական Հանրապետությունում ցույցեր են անում, ուրախանում են, նաև կադրեր են տարածում, որ իբր թե Իրանում նույնպես ուրախանում են մարդիկ, բայց դուք դրան մի նայեք, որովհետև ըստ էության, եթե կարողանան ընտրել նոր հոգևոր առաջնորդ, որը այսօր նախատեսվում է, որ պետք է ընտրեն, եւ պահպանեն այն պետական կարգը, որ իրենք ունեն, ուրեմն այս ամբողջ գործողությունը կարող է համարվել ձախողված, որովհետև ամբողջ գործողությունը միտված է նրան, որ ամբողջ ռեժիմը փոխվի եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը այլևս դառնա մի այլ ուրիշ ռեժիմով կառավարվող պետություն։ Բնականաբար 92 միլիոնանոց պետությունը, որ ամբողջ այս ընթացքում զինվել է, մի քիչ դժվար է ասել, թե ոնց են պատկերացնում, որ կդառնա այդպիսի, չգիտեմ, ժողովրդավարական մի պետություն, ես շատ թերահավատ եմ այս իմաստով, բայց շատերը նման բաներ են ասում։ Այսօր առավոտյան Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական ղեկավարությունը, նաև ուզում եմ ասել, որ ամբողջ ղեկավարությունը թիրախավորվել է եւ շատերը սպանվել են, պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետը, էլի շատ պաշտոնատար անձինք, բայց հանրապետության նախագահը կենթանի է եւ ըստ էության Իրանի գերագույն առաջնորդ ընտրելու խորհուրդն այսօր պետք է նիստ անի, որպեսզի ընտրի Իրանի գերագույն առաջնորդ։ Անվտանգության խորհրդի քարտուղարը ըստ էության ղեկավարում է այս պահին Իրանի Իսլամական Հանրապետությունը հանրապետության նախագահի հետ, ում որ չի ստացվել սպանել։ Այսինքն պատկերացնում եք 21-րդ դարում ինքնիշխան սուվերեն պետության ղեկավարությանը որոշում են սպանել, այսինքն օֆիցիալ լիդերներին որոշում են սպանել, այսինքն երբ որ օրինակ սպանում էին, չգիտեմ, Հեզբոլայի ղեկավարին եւ այլ կազմակերպությունների, դրանք օֆիցիալ պետություններ չեն համարվում, սիրելի հայրենակիցներ։ Կազմակերպություններ են, որոնք ճանաչված են ահաբեկչական, ինչ որ երկրների կողմից ճանաչված են ահաբեկչական, բայց հիմա մենք ունենք իրավիճակ, որ Վենեսուելայի նախագահը առևանգվում է, կալանավորվում է եւ պետք է դատվի Նյու Յորքում, դեռ պարզ չի ինչ դատականությունն է տեղի ունենում, ունենք իրավիճակ, որ էլի ինքնիշխան պետության օֆիցիալ սահմանադրական իշխանությունը թիրախավորվում է ուղղակի եւ սպանվում է։ Հիմա տեղի ունենում է այդ ինչ որ տեղի ունենում։ Ես կարծում եմ, որ նոր առաջնորդ ընտրեն, նաեւ նոր առաջնորդին են փորձելու սպանել եւ Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունից ես հստակ տեսնում եմ, որ նպատակը հետեւյալն է, որ փորձել շաբաթ Կիրակի օրերի ընթացքում փոխել Իրանում ռեժիմը եւ հանդարտացնել տարածաշրջանը։ Եթե process-ը երկարի, ապա ծայրահեղ ծանր իրավիճակ կարող է լինել միջազգային առևտրի, բիզնեսի, ֆինանսական շուկաների, նավթային, գազային շուկաների համար, որովհետեւ գիտեք, որ Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխության կորպուսը կարող է նաև
ծոցում սահմանափակել ամբողջ առևտուրը եւ ամբողջ շարժը եւ որի վերաբերյալ արվել է հայտարարություն եւ դա կարող է աստղաբաշխական թվերի հասնել թե նավթամթերքը, թե գազը եւ թե մնացած առևտրային շարժերը։ Այսինքն այս պահին Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը հետեւյալն է. Իրանը հենց նոր հայտարարեց, որ այսօր շատ հզոր հարված կացնի, ավելի հզոր, քան երբևէ։ Ավելի լավ է, որ նրանք դա չանեն։ Տեսեք Տրամպը ինչ ասում։ Ասում լավ ինչ եղել է, եկեք փակենք, անցած լինի, բան դեռ ռեժիմը փոխվի, ժողովրդին զինված ուժերին կոչ անում փոխել իշխանությունը, զինված ուժերին ասում է, եթե շարունակեք պայքարել, բոլորդ մեռնելու եք, բայց եթե չպայքարեք, կունենաք հնարավորություն համաներման, նպատակն այն է, որ ռեժիմը փոխվի, բայց արդյոք ռեժիմը կփոխվի մի իրավիճակում, երբ որ երկիրը ռմբակոծվում է իրենց բոլորի կողմից ճանաչված թշնամիների կողմից, թե կարող է ժողովուրդը համախմբվել եղած ռեժիմի շուրջ եւ ձևավորել այդ ռեժիմի կենսունակություն եւ շարունակել այդ իշխանության պահպանությունը։ Եվ Թրամփը ասում է, ավելի լավ է որ նրանք դա չանեն, այսինքն չխչարված են մեր ռազմաբազային, որովհետեւ եթե նրանք դա անեն, մենք նրանց կարողացենք այնպիսի ուժով, որ աշխարհը երբեք չի տեսել։ Եթե ուշադիր եղաք, ինչու է ռմբակոծությունը այս սպանությունները, այս հարձակումը սկսվել օրինակ շաբաթ առավոտյան, որովհետեւ Միացյալ Նահանգներում բորսան որը համաշխարհային առևտրի առումով ամենակարևոր բանն է։ Բիրժան փակ է, ժողովուրդ ջան։ Շաբաթ կիրակի փակ է եւ երկուշաբթի օրը առավոտյան, այսինքն մեր մոտով Հայաստանի Հանրապետության ժամանակով ժամը 1-ի կողմերը, հա, նոր պարզ կլինի օրինակ նավթի գների հետ ինչա տեղի ունենում։ Եվ Միացյալ Նահանգների նպատակն այն է, Թրամփի ադմինիստրացիայի դոլարի պահպանության իմաստով նավթի շուկաների իմաստով, որ այս երկու օրվա մեջ արագ այս հարցը սահմանափակվի։ Բայց եթե Իրանի իշխանություններին հաջողվի ձևավորել նոր իշխանություն եւ անդադար կռվել եւ հարվածել ամբողջ ծոցի երկրներին, որը 3 տեղի ունեցել եւ հենց հիմա շարունակվում է, այսինքն ով է պատկերացնում, մարդիկ Դուբայում տներ էին առնում, տենց անշարժ գույքը թռնում էր վերև, բան, բայց հիմա տեսեք ինչա կատարվում։ Այսինքն Իրանը միակ երկիրն է պատմության մեջ, որ 1 օրվա ընթացքում հարվածել է ծոցի 7 պետությունների, որտեղ թիրախավորվել են ԱՄՆ 27 ռազմաբազաներ։ Պատկերացնում եք 27 ռազմաբազայի կարողանում է հարվածել։ Ասում են Իրանը հետամնացա, բանա չեն կարարա, պայթած կոռումպացված համակարգա եւ այլն, տեսեք ինչա կատարվում։ Հիմա գանք Հայաստանի Հանրապետություն, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում ինչ կա։ Ուրբաթ օրը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Ըստ էության ամբողջ տարածաշրջանի երկրները տեղեկացված են եղել հարվածների վերաբերյալ եւ նաեւ այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետությունը կարող է տեղեկացված լինել եւ կար անվտանգության խորհրդի նիստ։ Ինչ են քննարկել, մենք չգիտենք դրա մասին։ Այսօր Կիրակի առավոտյան նորից ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել մարտի 1-ին եւ ելի քննարկվել են տարածաշրջանում լարված իրավիճակը։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը պահպանել է բարեկամական հարաբերություններ Իրանի Իսլամական Հանրապետության ամբողջ ղեկավարության հետ։ Օրեր առաջ մեր պաշտպանության նախարարը հանդիպումներ ունենում այն մարդկանց հետ, Սուրեն Պապիկյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում, ովքեր 3 առավոտյան սպանվել են եւ դեռ սպանվում են հենց հիմա այս պատերազմի ընթացքում։ Եվ այստեղ շատ կարևոր հարց կա, այսինքն ինչ պետք է անի Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Պետք է ցավակցի, օրինակ, հոգեոր առաջնորդի մահվան կապակցությամբ չպետք է ցավակցի։ Իրանի Իսլամական Հանրապետությունում հիմա բացվելու է ցավակցությունների գիրք։ Պետք է բոլորը գնան ցավակցությունների գրքում գրառում անեն, թե չպետք է գնան գրառում անեն։ Ինչա տեղի ունենալու։ Այս բոլոր հարցերը բնականաբար դրված են Հայաստանի Հանրապետության իշխանության սեղանին, որովհետև եթե իշխանությունը չի փոխվում եւ մնում է այն իշխանությունը, որը որ կա, որը շարունակում է կռվել մինչեւ վերջ եւ ստիպված տարածաշրջանը չվառվելու եւ ամբողջ նավթամթերքի շուկան եւ դոլարի գինը եւ այլն այս զոհաբերությունների համար կարող է մի քանի օրից ասեն լավ եկեք թարգենք ինչ եղել է նորից պահպանվի այս իշխանությունը իսկ Հայաստանը պետք է շարունակի պահպանել հարաբերությունները իշխանությունների հետ բայց եթե հանկարծ դա չլինի եւ կարողանա ներսից իշխանությունը փոխել 92 միլիոնանոց երկրում նոր ռեժիմ գա եւ ով գիտի այդ երկիրը կպահպանվի այն իր տեսքով որը որ կա թե կփլուզվի կտորների կբաժանվի Ադրբեջանը այդտեղից ինչ կարիթավորվի ինչ տեղի կունենա սրանք կարևոր մարտահրավերներ են որ բացի պերաշկի ուտելը հարևան երկրի վրա հարձակման ժամանակ պետքա կարողանաս հասցեագրել կա հույս որ մենք ունենք adekvat իշխանություններ ես քանի որ ճանաչում եմ իրանց անձամբ կարծում եմ որ չկա
Այս իմաստով բնականաբար այս բոլոր մարտահրավերները մեր առջև դրված են եւ սրանք պետք է մի հատ բառ կա անգլերենից թարգմանած օգտագործում են addressed սրանք պետք է հասցեագրվեն ինչպես կհասցեագրեն մեր իշխանությունները շատ դժվար է ասել եւ այս իմաստով պետք է ուղղակի հետեւել իրադարձություններին եւ տեսնել թե ինչ է կատարվում շատ ամուր պինդ պահել մեր բոլոր պետական ծառայությունները բոլոր անվտանգության մարմինները բոլոր բանակից սկսած ԱԱԾ հետախուզություն սահմանային ծառայություններ ոստիկանություն ամեն ինչ համար առաջինի տակ պետք է պահել հանգիստ հանդարտ եւ տեսնել թե ինչ է կատարվում որովհետեւ նաեւ մենք ունենք իրավիճակ որ կարող է ունենանք շատ մեծ հոսք շուրջ 100,000 հայ մարդ է ապրում Իրանի Իսլամական Հանրապետությունում մենք չգիտենք մենք չենք կարող հենց հիմա կանխատեսել թե ինչ է սպասվում բայց բոլոր սցենարները ասենց բաներով պապկեքով պետք է դրած լինի վարչապետի սեղանի վրա եւ պատրաստ լինի Հայաստանի Հանրապետություն այդ սցենարներին ունենալ իր պլանը մշակած թե ինչը ինքը ինչ կարող է անել մի բան էլ ասեմ ու ավարտեմ այն գործարանները որ հենց հիմա ռմբակոծվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում որտեղ արտադրում են շահիդ դրոնները եւ այլ ռազմական միջոցներ դրանք նաեւ ըստ էության կարող են իրենց ազդեցություն ունենալ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում որովհետեւ բոլորը գիտեն եւ որ այդ աջակցությունը այդ փոխանակումը անդադար տեղի է ունեցել եւ որևէ մեկին չթվա որ այն ինչ որ երեք տեղի է ունեցել եւ այսօր շարունակվում է եւ չգիտենք ինչքան կշարունակվի իր ազդեցությունը չի ունենալու համաշխարհային դասավորության վրա ավելին նաեւ ուզում եմ ասել բոլորին որ շատ շատերը որ ասում էին Հայաստան Իրան Ռուսաստան այս աղեղի վրա պետքա կառուցվի այսպես պետքա կառուցվի մեր անվտանգային համակարգը այն մյուս մասերն էլ ասում էին պետքա արևմտյան համակարգի վրա կառուցվի հիմա բոլորը տեսնում են թե մենք արևմտյան համակարգի վրա կառուցենք մենք նույնպես թիրախավորվելու ենք Հայաստանը հիմա ռմբակոծվելու է կոնկրետ ոնց որ մյուս արևան երկրներն են ռմբակոծվում եւ եթե հակառակը անեինք հակառակում էինք ունենալու խնդիրներ այսինքն մեր անվտանգային համակարգը շատ նուրբ է եւ մարտահրավերներով լի այտենց միանշանակ որևէ հարցի պատասխան գոյություն չունի եւ այս իմաստով նաեւ ուզում եմ ասել որ մենք ապրում ենք ըստ էության այն վարքը որ մենք տեսնում ենք սա միաբևեռ աշխարհի վարք է այստեղ բազմաբևեռ աշխարհ գոյություն չունի որտեղ միաբևեռ է եւ մի երկիր որոշում է մեկ այլ փոքր իր գործընկեր երկրի հետ եւ գործողություններ է իրականացնում եւ ամբողջ եվրոպական միության երկրները ինչ որ չգիտեն դատապարտեն ողջ ունեն ինչ ասեն որովհետեւ բացարձակապես որևէ բանով չպրովոկացված է այն ինչ որ տեղի է ունենում այսինքն մարդկանց ասել դուք ուրան մի հասունացրեք, հա, որովհետև կարող է դուք ատոմային ռումբ արտադրեք։ Իրանք անդադար ասեն, մենք չենք արտադրում ատոմային ռումբ։ Իրանք ասեն, չէ, մի հասունացրեք ուրան, դա նույնն է, որ մեկին ասեն, մետալուրգիան մի զարգացրու, որովհետև դու կարող ես տանկեր արտադրես։ Եվ նման վերաբերմունք բնականաբար չունեն Հյուսիսային Կորեայի նկատմամբ։ Ինչի, որովհետև նրանք հասցրել են ատոմային ռումբ ունենալ։ Եվ եթե հանկարծ փորձեն ռմբակոծել ատոմային մարտագլխիկները կթափվեն այն երկրների վրա, ովքեր դա կանեն։ Այսինքն աշխարհում միակ մնացած կարմիր գիծը, որ հիմա կա, միակ մնացած կարմիր գիծը, որ հիմա կա, դա ատոմային ռումբ ունենալն է, մարտագլխիկներ ունենալն է։ Որտեղ եթե դա ունես, բոլոր միջազգային իրանքի կանոնները փորձում են քո հանդեպ պահպանել։ Եթե դա չունես, կարող գան ղեկավարությանդ գողանան, կարող է ղեկավարությանդ առավոտը շուտ տնեցիքով, բանով, թորնուով, երեխեքով, բանով, փեսով, մեսով խփեն, սպանեն, որ երեգա տեղի ունեցել։ Այսինքն դուք պետք է հասկանաք, սա ինչ աշխարհ է, սիրելի հայրենակիցներ, եւ մենք որտեղ ենք ապրում, ինչ է մեզ հետ կատարվում։ Ես ուզեցա ուղղակի կարճ ներկայացնեմ այն բոլոր սպառնալիքները, որոնք որ կան մեր տարածաշրջանում, եւ մեզ համար ամենակարևորը հայ մարդկանց անվտանգությունն ովքեր բնակվում են ծոցի բոլոր երկրներում եւ հենց հիմա կարևորը մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում ամենաշատ բնակեցված հայերով եւ նաեւ Հայաստանի Հանրապետության համար թե ինչ է սպասվում։ Լավ մնացեք, մենք կփորձենք հետևել իրադարձություններին եւ եթե էլի արձագանքելու բան լինի, արձագանքենք։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։